Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, ինչու Աստված ընտանիքը ստեղծեց եւ Ադամը իր կնոջ ինչ կոչեց, կյանք։ Սերը չի կարող անցնել։ Ինչ ես ուզում այդ մարդու հետ ապրել։ Սա մեկ վտանգն է, որ օգտվենք իրարից, եթե սիրենք, կմնանք, չէ, կհեռանանք։ Որ գլխին չնստի։ Դու իր հետ ապրես, նյութական պետքերով չապրել, թանկարժեք զարդերով։ Օրինակ դեպքեր եմ տեսել, որ ասենք կինը ծննդաբերից հետո հիվանդացել է, ամուսինը բաժանվել։ Սա քո բաժինն է, հոգ տար ես բաժին։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի Արտուր ջան։ Ինչպե՞ս եք Տեր հայր ջան։ Փառք Տիրոջը, Տիրոջ ողորմությամբ, իր խաղաղությամբ, իր շնորհներով, փառք Աստծո։ Փառք Տիրոջը, որ կարողացանք այսօր հանդիպել։ Շնորհակալություն, որ նորից հանդիպեցինք։ Տեր հայր ջան, խնդրեի, որպեսզի փոքրիկ աղոթքով սկսենք մեր այսօրվա զրույցը։ Անպայման Արտուր ջան։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից։ Բարի ընթացք մեզ Արտուր ջան։ Ամեն Տեր հայր ջան։ Տեր հայր ջան, ինչպես մենք պայմանավորվել էինք, այսօր զրուցելու ենք ընտանեկան արժեքների մասին, ընտանեկան թե բռնությունների, թե սիրո, թե ամեն ինչ վերաբերվում է ընտանիքին, զույգերին, ամուսիններին, երեխաներին, ընդհանուր ընտանեկան արժեքների մասին ենք զրուցելու։ Նախ շատ շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք այս ծանր թեմայի շուրջ զրուցենք, որովհետև շատ ծանր թեմա է եւ պատասխանատու է, որ մարդիկ լսելու են, որպեսզի ճշմարիտ խոսքը կարողանանք մատուցենք մեր ունկնդիրներին։ Շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք զրուցենք այս թեմայի շուրջ։ Ու նաև կուզեի սկսենք այսօրվա զրույցը հենց նրանից, որ ինչպես պետք են ամուսինները իրենց ընտանիքը կազմեն։ Սկիզբը ինչպես պետք է դրվի, որպեսզի սխալ շարունակություն չլինի ընտանիքում։ Արտուր ջան, ընտանիքի հիմքը ամուր պահողը սերն է։ Եթե սերը չկա եւ այլ նպատակներով են մարդիկ ընտանիք կազմում, ինքը վաղ թե ուշ պիտի քանդվի։ Մեր նշանավոր մեծերից հայրերից մեկը Գրիգոր Մագիստրոսն ասում է. տան հիմքդ պիտի դնես հավատքով, հավատքը պիտի քո տան հիմքը լինի, տանդ պատերը, սյուները, հույսը պիտի լինի եւ սերն էլ քո տան առաստաղը, տանիքը պիտի լինի, որպեսզի միշտ ամուր պահի։ Ուրեմն հավատքը, հույսը, սերը, ընտանիքը, տունը ամուր պահող կարևորագույն միջոցներն են, առանց որի հնարավոր չէ։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, ինչու Աստված ընտանիքը ստեղծեց, հիշում ես Ծննդոց գրքի մեջ Աստված, երբ որ բոլոր կենդանիներին թռչուններն ուղարկեց Ադամի մոտ, Ադամ անուն դրեց, ասում է վերջում Ադամը տխրեց, որովհետև իր նմանության մեկին չգտավ։ Եվ Տերն էլ ասաց, լավ չէ, որ մեր Ադամը մենակ լինի, եկեք նրան օգնական տանք։ Եվ կողոսկրից հանեց, կնոջը ստեղծեց, տվեց Ադամին, եւ Ադամը իր կնոջը ինչ կոչեց, կյանք։ Գտավ մեկին, այսինքն ում հետ ինքը կարող էր զրուցել, խոսել, երազել, քայլել, աշխատել, մի խոսքով իր կյանքը լցվեց եւ գտավ մեկին, ում հետ կարող է խոսել։ Այսինքն ընտանիքի մեջ տղամարդը կինը նախ եւ առաջ պիտի խոսեն իր հետ։ Խոսքով են, չէ՞, մարդիկ իրար ճանաչում, խոսքով են իրար զգում, հետո նոր արդեն սիրտն են բացում, ոգին են բացում եւ ամուսնությամբ նույնանում են։ Եվ ինչ երեք պայման կա։ Ուրեմն ընկերության, բարեկամության եւ որդեծնության նպատակը սա է ընտանիքի, որ տղամարդը եւ կինը ընկերներ դառնան, բարեկամանան եւ որդեծնությամբ շարունակեն Աստծո արարչագործությունը։ Երկնքի համար զավակներ ծնելով, բարի հոգիներ պատրաստելով, երկինքը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Սա է ամբողջ նպատակը ամուսնության։ Այսինքն միայն տղամարդու կնոջ մեկ հարկի տակ ապրել չէ ամուսնություն։ Եթե այդպես լինի եւ միայն ֆիզիկական կապը բերի տղամարդուն կնոջ իր հետ լինելու ապրեն, որոշակի ժամանակ հետո այդ ընտանիքը պիտի քանդվի։ Տեր հայր ջան, բայց այսպեսի կարծիք կա, շատերի մոտ է այդ կարծիքը, որ սերը դա ժամանակավոր զգացմունք է ու ժամանակի ընթացքում դա մարում է։ Ինչպես կարելի է պահել կամ վերարտադրել այդ սերը, որպեսզի չմարի այդ սերը մնա ընտանիքի մեջ։
Հիմա այսպես շատ գեղեցիկ մի օրինակով դրա սիրո մասին խոսենք, Արթուր ջան։ Նրանք, ովքեր տառապում են ժամանակ, ինչպիսին է իրենց համար, գրեթե կանգնած է, չէ, ժամանակը չի անցնում։ Նրանք, ովքեր որ սպասումի մեջ են, ժամանակը շատ դանդաղ է։ Նրանք, ովքեր զվարճանքների ուրախությունների մեջ են, նրանց համար է ժամանակը շատ արագ է անցնում, չի բավականացնում։ Բայց այն մարդիկ, ովքեր որ սիրում են, նրանց համար ժամանակը հավերժ է, հավերժության մեջ ես։ Սերը չի կարող անցնել։ Եթե այո, դու մարդու ֆիզիկական մարմինը միայն սիրես, արտաքին գեղեցկության համար կին ընտրես կամ ամուսին ընտրես, դու չես կարող այդ գեղեցկության հետ երկար ապրել, որովհետև միշտ էլ գեղեցիկից ավելի գեղեցիկը պիտի գտնես։ Եթե միայն կնոջ կամ տղամարդու խելացի լինելու, իմաստուն լինելու համար, պարկետ շարժ ու ձևի համար ամուսնանաս, որոշակի ժամանակ էլի պիտի հոգնես, որովհետև ավելի մեկին պիտի գտնես, որ այդ նույնը ավելի կատարյալ վիճակով է անում։ Ես երբ որ նորապսակները գալիս են, առաջին հարցս ինչու եք ուզում իրար հետ ամուսնանալ։ Ասում են դե սիրում ենք իրար, ասում եմ հետո, այսինքն սերը ինչ է ենթադրում ես, դու ինչ պիտի անես։ Ուրեմն դու պիտի կարողանաս մարդու ներքին աշխարհը սիրել եւ մարդուն սիրել այնպեսին, ինչպեսին կա։ Շատ հաճախ մենք մարդիկս հորինում ենք մեր դիմացինին, վերագրում ենք արարքներ, որ ինքը չունի, առաքինություններ, շնորհներ, կամ սպասում ենք, որ գուցե որոշակի ժամանակ հետո ինքը կփոխվի, դրա պատճառով է, որ գժտությունները սկսում են մտնել ընտանիքի մեջ։ Այսինքն, երբ որ տղամարդը մինչև ամուսնանը օրինակի համար իր կնոջը հայոյանքով է խոսել, ձեռք է բարձրացել, եւ աղջիկն էլ հույս է ունեցել, որ ամուսնանան գուցե չանի, չի կարող այդպես լինել, Արթուր ջան։ Ուրեմն սերը այդ մարդու հետ ծերանալ է, այսինքն ժամանակը երբեք չզգալ այդ մարդու կողքին։ Ես ուզում եմ իմ կնոջը ծերանալ, այսինքն իմ կյանքի ուրախ ու տխուր բոլոր օրերի ընկերը անբաժան ինքն է մետքիսում այդ ամբողջ, այդ լույս ամբողջությամբ ինքն է տանում։ Եվ ինչպես կարող այդ սերը մարել։ Չի կարող։ Սերը միակ բանն է, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, որ երբեք չի անհետանում։ Իսկ եթե Աստված սեր է, մենք այդ աստվածային սիրուց ենք ծնված, եւ այդ աստվածային սերը փոխանցված է մեզ, որpիսի մենք մեր կորած կեսին գտնենք, գանք ու միանանք իրար, ճանաչենք, զգանք, ապրենք, սիրենք, այդ սիրով ապրենք, ընտանիք կազմենք։ Եվ երբ որ դու սիրով մեջ ես մնում, այդ սերը հոգևոր է, ոչ թե մարմնավոր է, ինքը չի կարող անհետանալ ժամանակի հետ։ Նրանք, ովքեր կասեն, որ սերը նվազեց, սերը սպակացավ, անհետացավ, նշանակում է, որ ինքը չի սիրել իրականում, ինքը փորձել է սիրել։ Կամ երկրորդ մի տարբերակը կա, որ սիրելն ու սիրահարվելը դրանք տարբեր բաներ են, Արթուր ջան։ Դու կարող ես ամեն օր սիրահարվել, բայց մեկին պիտի սիրես, այդ մեկի հետ պիտի ապրես։ Մենք ամեն օր սիրահարվում ենք, չէ՞, երկնքի գույներն ենք տեսնում, գեղեցիկ ծառերը, անտառներն ենք տեսնում, թռչունների խաղը, սիրահարվում ես Աստծո արարչագործության վրա։ Բայց դու մեկ անգամ ես սիրել այդ արարչագործությունը, եւ այդ արարչագործության տարբեր տեսակները տեսնելով դու նորից ուրախանում ես։ Ինձ համար պարզ օրինակը սերը ծառն է, երբ որ ինքը ծաղկում է, ծաղիկներ է տալիս, անուշահոտում է, դա սերն է, որ դու այդ հոտը շնչում ես, դու ապրում ես դրանում։ Նույնն էլ տղամարդու կնոջ սերն է։ Չի կարող ինքը անհետը, ինքը միշտ ամեն օր պիտի ծաղկի։ Դրա համար ես նորապսակների միշտ ասում եմ, երբ որ ամեն առավոտ կարթնանաք, բարի լույսից առաջ իրար ասեք, ես քեզ սիրում եմ։ Մեր միջավայրում հայկական հատկապես մարդիկ ամուսնանալուց հետո մոռանում են իր այդ խոսքերն ասել։ Երբ որ դու դիմացինիդ ասում ես ես քեզ սիրում եմ ամեն օր, նշանակում է դու այդ մարդու համար թանկ ես, նվիրական ես, անգին ես, հավերժ ես, եւ այդ հավերժի մեջ էլ քո սերը գոյատևում է։ Տեր ջան, ասեցիք մեր կորած կեսին պետքա գտնենք։ Իսկ ինչպես իմանանք այդ գտած աղջիկը կամ այդ գտած տղան մեր կորած կեսն է։ Արթուր ջան, դու նախ պիտի հասկանաս ինչ ես ուզում այդ մարդու հետ ապրել։ Ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ գիտես ինչ է կատարվում, հատկապես քարոզչություն է տարվում սեր առանց պատասխանատվության, որ նշանակում է տղամարդը կինը կարող են իրար հետ ապրել որոշակի ժամանակ, սեռական կյանք էլ ունենալ, հետո եթե իրար սիրեն, նոր ամուսնանան։ Մենք շատ հաճախ տեսնում ենք համաշխարհային աստղերի կյանքում, որ 2-3 երեխա ունեն, նոր գնում են եկեղեցու պսակադրվում են կամ չեն պսակադրվում։ Սա մեկ վտանգն է, որ օգտվենք իրարից, եթե սիրենք, կմնանք, չէ, կհեռանանք։ Երկրորդը շահով ամուսնությունը կա, որ ներդրված է ցավոք սրտի արդեն Հայաստան աշխարհում էլ կա,
պայմանագրով ամուսնություն, թե դու բաժանվելուց հետո ինչ պիտի տանես։ Այսինքն քո աշխատածի որ մասը պիտի կնոջը մնա, որ մասը տղամարդուն պիտի մնա։ Սա է մեկ ուրիշ խնդիր է։ Երրորդը կա, որ շահով են ամուսնանում, պաշտոնյա է, հարուստի աղջիկ է, չգիտեմ, մենք ճանաչում ենք այս մարդուն եւ թվում առանց սիրելու ծնողները այդպես են ուզում, տղային եւ աղջկան ամուսնացնում են, որոշ ժամանակ հետո գժտություններ են առաջանում։ Սիրելու համար դու պիտի իրեք ճանապարհ անցնես։ Առաջին բանը ես իմ կյանքի մեջ որ տեսել եմ, տեսնում եմ եւ բոլորին սովորացնում եմ, աղոթելն է։ Եթե տղամարդն ու կին իրար հետ չկարողացան աղոթել նույն ուղղությամբ նայել, մնացած բոլոր ուղղությունները պիտի բաժանում տանի։ Մնացած բոլոր ուղղությունների մեջ մարդը չի կարող վերականգնել այն ինչը որ կատարվում է։ Հա, խնդիրներ կան, որ Պողոս Արաքյալը ինչպես ասում, կան մեղքեր, որ այսօր են բացահայտվում, կան մեղքեր, որ հետո պիտի բացահայտվեն։ Կարող են լինել դեպքեր, որ մարդը մինչև ամուսնությունը սուսիկ փուսիկ, հեզիկ, խոնար, առաքինի, լռակյաց լինի, ամուսնանալուց հետո իր իրական պատկերը բացի։ Այսպիսի դեպքեր էլ կան։ Նույնը տղամարդը կարող է ամեն տեսակ խոստումներ տալ, որ հոգ պիտի տանի, ամուսնանալուց հետո բռնի լինի, կոպիտ լինի, չարությամբ լինի կամ սիրուհիներ ունենա։ Եվ սրանք էլ տարբեր պարագաներ են, որ մինչև հարկի տակ չապրես, չես հասկանա ինչպիսին է մարդ։ Տես, սիրահարված եղել ես, չէ՞։ Երբ որ գնում էիր հանդիպման, ինչ էր անում, լավագույնս պատրաստվում էր։ Ես էլ դու էլ, չէ՞։ Աղջիկներ իր հերթին էր պատրաստվում, ոնց ինչ պիտի հագնի, ինչ պիտի խոսի, ոնց պիտի նստի, բայց մեր երկուսի թերությունները երբ է երևում, երբ որ սկսում ենք մեկ հարկի տակ ապրել։ Եվ այդտեղ է որ սերը փորձության է ենթարկվում եւ տղամարդը կինը պիտի կարողանան հաղթահարել, որովհետեւ իդեալական ոչ տղամարդ կա այս աշխարհի մեջ, ոչ կին կա, այլ մեկը մյուսի չոր կողեր, ավելորդ կողերը տաշելով նույնանում են, ինչպես որ քարը քարի մեջ չէ, պիտի հագցնես, ավելորդությունը մաքրում ես, քարը քարի մեջ է հագնում, այնպես էլ տղամարդու կինը իրանք են իրար սրբագրում, մաքրում, նույնանում եւ ինչպես պսակի աղոթքի մեջ են խնդրում միասիրտ, միաշունչ եւ միախորհուրդ են դառնում։ Օրինակ շատ դեպքեր կան, որ ասենք ամուսինները կամ ամուսինը խոսում է կնոջ հետ կամ կինը խոսում է ամուսնու հետ, բայց իրանք իրար չեն հասկանում, չեն լսում, այդ խոսքը տեղ չի հասնում, մեկը մյուսին չի ցանկանում լսել, ամեն մեկը իր կոտոշը ոնց որ ասած տնկած ինքը իրանը ասում է, բայց դիմացին չի ցանկանում լսել կամ ընկալել։ Ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ հասկանան, սկսեն լսել։ Ասենք դա օրինակ չբերեմ ուրիշներին, թեկուզ իմ մոտ էլ է եղել այդպես բաներ, ասենք ես կնոջս հետ խոսում եմ, ինքը չի ուզում ինձ ընկալի, կամ ինքը ինչ որ բան ասում, ես չեմ ուզում իրան ընկալեմ։ Ինչպես ասենք մենք մեզ այդ ոնց որ ասում եք, տաշենք, փորձենք լսենք, հասկանանք իրար։ Ինչպես անենք դա։ Արթուր ջան, այսօր այդ լսելու, խոսելու խնդիրը ամենտեղ կա։ Նորից երբ որ նորապսակներին պիտի ամուսնացնեմ, ասում եմ ամուսնուն հատկապես, ասեմ ինչքան էլ որ դու հոգնած լինես, տուն գաս, կինդ քեզ լիքը բան ունի պատմելու, կլսես իրեն, հանկարծ չասես, հոգնած եմ, ժամանակ չունեմ, վաղը կխոսեմ, ինքը ամբողջ օրը քեզ է սպասել, որպեսզի դու գաս, իր հույզեր, իր ապրումներ, իր տեսածը, լսածը քեզ հետ խոսի։ Դու պիտի ժամանակ դնես։ Հիմա նույնն է, երբ որ դու գնաս աղոթելու, Աստված ժամանակ չունենա քեզ լսելու։ Նույն բանն է։ Ինչպես որ Աստված մեզ խոսում է, մենք ժամանակ չունենք իրեն լսելու։ Օրինակ երկոց գիրքը, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ինչ ենք տեսնում։ Ամբողջը տղամարդու սիրո խոստովանությունը, չէ, սիրո պատմությունը։ Ինչու համար է Սողոմոն իմաստուն այս գիրքը դրված Աստվածաշնչի մեջ, որովհետև երկրի վրա ամենավեծ զգացմունքը ոչ թե ծնողի, զավակի կամ քույրու եղբոր հարաբերությունն է, տղամարդու կնոջ սերն է։ Այսինքն ինչպես որ տղամարդը եւ կինը սիրահարված իրար են ձգտում, իրար համար ուզում են ապրել, այնպես էլ մեր հոգին եւ Աստված են այդպես հարաբերության մեջ։ Ուրեմն հոգին պիտի Աստծուն լսի, Աստված էլ մեզ է լսում։ Ուղղակի մենք պիտի մեր խոսքը իրեն ուղղենք, որ ինքը մեզ լսի։ Հիմա ինչ որ կատարվում է մեր կյանքի մեջ, արդյոք ցավոք սրտի այսօր հեռախոսը մեծ դեր ունի մեր կյանքի մեջ, մարդիկ հեռախոսի մեջ են իրենց ժամանակն անցկացնում, երբ հիմա տեսնում եմ սոցիալական գովազդներ, որ մարդը հեռախոս նայելով նույնիսկ գուլպա է հագնում, կինը իրենն է տալիս, այդպես էլ հագնում են գնում են, իրար երեսի չնայելով։ Այսինքն մարդը պիտի իրեն խոսի։ Ես սկզբում ինչու ասացի, երկու բան կա՝ ընկերություն եւ բարեկամություն։ Այսինքն կինն ու տղամարդը երբեք իրենց ընկերությունը չպիտի թողնեն ամուսնությունից հետո է,
ոնց են, չէ, ընկերության շրջանում, նշանված շրջանում ժամերով հեռախոսով խոսում իրար պատմում, բայց երբ որ ամուսնանում են, էլ չեն խոսում, դադարում են խոսել։ Ուրեմն ամուսնության հիմքի մեջ այս ընկերությունն է, որ դու պիտի շարունակես խոսել։ Բարկության ժամին կարող է շատ բան խոսել, ասել, թեկուզ նեղված լինի, հուզված լինի, պիտի լսես, թողես ժամանակ անցնի, առավոտյան հենես ասես, լսիր, սիրելիս, երեկ ինչ էիր ասում, ինչի մասին էր այդպես խոսում։ Որովհետև չի կարող տղամարդու կինը խոսակցություն չունենան, անհամաձայնություն չունեն, թեկուզ կենցաղային պայմաններում, թեկուզ երեխաների դաստիարակելու պահին։ Օրինակ, ես իմ երեխաներին այդքան խստությամբ չեմ մոտենում, ինչպես երեցկինն եմ մոտենում։ Երբ որ ինքը մի քիչ շատ խիստ է, ասում եմ՝ մի արա, մեկ էլ տեսնես երեխեքը արդեն մամային հարցնում են ինչ որ բան մայրիկ իրենց թույլ չի տալիս, զանգում են ինձ են հարցնում, տեսնեն թույլ կտամ թե չէ։ Հետո երեսկինը կարող է զանգել ասել ինչու թույլ տվեցի, ես բացատրում եմ ինչու թույլ տվեցի։ Այսինքն շատ խստությունն էլ լավ չէ, ոչ էլ շատ բաց թողելն է շատ։ Այսինքն պիտի գտնես միջինը, երկուսով միասին գտնում ենք միջինը, որպեսզի մեր երեխաները մեզանից չխուսափեն, գնան ուրիշի հետ խոսեն, իրենք էլ մեզ հետ խոսեն։ Շատ հաճախ նույնիսկ ծնող զավակ հարաբերության մեջ այս խոսակցությունը չկա, Արտուր ջան, իրար չեն լսում, չեն հասկանում։ Երբ որ որոշակի արդեն խնդիր կա, որ մարդիկ իրար չեն կարող լսել, ամենամեծ նորից հնարավորությունը աղոթքն է, արի գնանք իրար հետ աղոթենք։ Երբ որ իրար հետ աղոթեք, աղոթելուց հետո կսկսեք արդեն իրար լսել։ Եվ երկրորդ մի կարևոր նպատակ դա զիջելն է, այսինքն դու պիտի մի հատ լսես հարաբերությունների մեջ չես կարող անդադար եւ երրորդ կներեք մի բան, որ այսօր ինչ է քարոզում, որ երկուսն էլ փորձում են իրար իշխել, տղամարդը իր իշխանությունը բանեցնում, կինը փորձում է ինքն իր իշխանությունը հաստատել, այն ընտանիքի մեջ, որտեղ կինը կամ տղամարդը փորձեցին իշխանություն բանեցնել, մեկը մյուսին իշխելի մոլուցքով լցվել, այդ ընտանիքում ամեն օր գոռոզ ճվոց պիտի լինի։ Մի օր մի ընտանիքի մեջ իմ սիրած պատմություններից մեկն է, Արտուր ջան, ամեն օր վեճ կար, հարևանը տեսնում որ իրենց դիմացի տան հարևանների մեջ ընդհանրապես վեճ չի լինում, լռություն, կատարյալ խաղաղություն։ Ասում է, ըստ տան մեջ տղամարդը կնոջն էր մեղադրում, կինը տղամարդուն էր մեղադրում, եւ մի օր ասում է, ես պետք է գնամ այս տուն թաքնվեմ, տեսնեմ ինչ է լինում։ Երբ որ գալիս է տան մեջ թաքնվում է, կինը գալի, ամուսինը մտնում է սենյակ, ձեռքը կպնում է ծաղկամային, ընկնում կոտրվում է։ Շուշուտ հավաքում է, կինը վազելով գալիս է, ասում է, սիրելիս կներես, աննկատ չնկատեցի, ձեռքս կպավ, ծաղկամանը շուռ եկավ, կինն էլ ասում է, սիրելիս դու ինձ կներես, ես ծաղկամանը սեղանի ծայրին էի դրել, դրա համար, ոչինչ, երկուսով կմաքրենք, կսրբենք։ Հիմա մեր ընտանիքիների մեջ այսօր, երբ որ մի բան կոտրում է երեխան, միանգամից հարձակում ենք վրան, թե ինչու կոտրեցի, քեզով ասեց այս բանը սենց անես, բայց նույն բանը, երբ որ մենք ենք կոտրում, ասում ենք չարը խափանվեց։ Այսինքն այդ ամեն փորձում ներելը չմոռանաս։ Եվ երկրորդը, երբ որ սիրելուց հետ ասում եմ իրար կասեք ես քեզ սիրում եմ, ասում եմ ամեն օր իրար չմոռանաք ասելու, որ ես քեզ հասկանում եմ եւ ես քեզ սիրում եմ։ Այսինքն ինչ էլ որ լինի, որոշակի խնդիրներ պիտի լինեն, անհամաձայնություններ, ասես ես քեզ հասկանում եմ եւ արևներ չպիտի թողնես մայր մտնի, թե իրար հետ նեղացած եք։ Նորից նորապստակներին հարցնում են, որ դուք իրար հետ կռվում եք, ով է առաջինը քայլ անում, ով է ուզում շուտ հաշտվել իր կեսի հետ։ Ամեն մեկ էսպես աղջիկն ասում է ինքը, տղան ասում է ինքը, ասում եմ երկուսդ էլ արեք այդ փորձը, մի սպասեք, որ գա քեզանից ներողություն խնդրի, խոսիր հետը միանգամից։ Գնա խոսիր, քո տանը, քո կեսն է, քո հոգին է, դու երկնքում արդեն միացած մեկ մարմին եք դարձած, մի հոգի եւ մի շունչ եք, միաշունչ եք։ Ինչի պիտի սպասեք, թե առաջինը ինքը գա, կամ եթե ներողություն խնդրող, ինչի պիտի մտածի, որ ես կնվաստանամ, կամ իմ հեղինակությունը կընկնի, կամ ամուսինս առիթից կօգտվի, կամ կինս երես կառնի, եթե ես ներողություն խնդրեմ։ Ներողություն խնդրել մեջ վատ բան չկա, սա դու չես խնդրում, որ դու սխալ ես անպայման դրա համար, դու ներողություն ես խնդրում, որ այս տհաճ խոսակցությունն ունեցանք։ Բայց ցավոք սրտի կան զույգեր, որ ասենք տղամարդը նամանավանդ երբ որ ներողություն է խնդրում իր կնոջից, կինը առիթից օգտվում է։ Արտուր ջան, եթե հարաբերությունների մեջ սերը չկա, նորից գալիս ենք այդ հոգևորը չկա, ընտանիքդ միությունը պահելու խնդիր չունես, ամեն ինչ էլ կարող ես անել։ Ինքն այստեղ գալիս է նույն բանը, այսինքն դու ինչ ես ուզում, դու ուզում ես որ ընտանիքդ քանդվի, դու ուզում ես քո տանից աղմուկ դուրս գա, դու ուզում ես որ դու բամբասանքի նյութ դառնաս մարդկանց համար, դու պիտի հասկանաս այս ամեն ինչը։
Ինչպես կարող է մարդը փորձել իշխել կեսին, այսինքն ինչի պիտի իշխես։ Օրինակ ինչու է Աստված կնոջը կողքից ստեղծել, երբևէ մտածել ես։ Ինչու գլխից չստեղծեց, ոտից չստեղծեց։ Ապրես, որպեսզի նա գլխին չնստի, երկրորդն էլ տղամարդու ոտքի տակ չընկնի, այլ հակառակը հավասարապես իրար սիրեն հոգ տանեն։ Այդ հավասարության մեջ է ամեն ինչ։ Այսինքն իմ ու քո չպիտի լինի ընտանիքի մեջ, երբ որ տղամարդը կամ կին ասի, սա իմն է, սա իմ ծնողներն են առել, սա քոնոնք են բերել, իմ ավելի թանկ է, քոն ավելի, սա ես եմ աշխատել, սա դու չես աշխատել, այս ես ու դու իմ ու քոն, եթե մնաց ընտանիքի մեջ, Արթուր ջան, այդ ընտանիքը չի կարող երկար ապրել։ Պսակի որ պահի որ պսակադրությունը եղավ, դարան միաշունչ եւ միախորուրդ, ես ու դուն իմ ու քոն դադարում է, սկսվում է menքը եւ մերը, եւ այդ menքից ու մերից է կախված մենք ինչ ենք անում եւ ինչ ենք տալու մարդկանց։ Դրա համար պսակի ժամանակ տղամարդը թագավորն է, աղջիկը թագուհին է, եւ իրենք նոր թագավորություն են ստեղծում, այդ թագավորության մեջ պիտի աստվածային սերը եւ Աստված ինքը ներկա լինի։ Եվ ամենավերջում ես միշտ նորապսակներին ասում եմ, մի բան եմ խնդրում ձեզանից, Աստծուն երբեք ձեր կյանքից բացակա չդնեք։ Թողեք, որ Տերը ձեր կյանքի, ձեր ընտանիքի մեջ ներկա լինի։ Եթե Տերը կա, իրենից հարցրեք, խնդրեք, Տեր ինչպես վարվենք, Տեր ինչպես կուզես, որ մենք անենք։ Երբ որ Տիրոջ հետ զրուցեք, դու մի անգամից կգտնես այդ պատասխանը քո կյանքի մեջ։ Նորապսակներին էլ նաև ասում եմ, նայեք, եթե հանկարծ կռվեք իրար հետ, ձեր ծնողները հանկարծ չիմանան, կգաք իմ մոտ եկեղեցի, որպեսզի մենք միասին լուծենք այդ խնդիրը։ Հետո դուք իրար հետ կհաշտվեք, նորից ձեր սերը նորից կթարմանա, բայց ձեր ծնողները ձեր հանդեպ չարության եւ ատելության կլցված կմնան։ Արթուր ջան, այսինքն մստակադրվելուց առաջ հոգեվորականը պարտավոր է այս ամենը խոսել, որովհետեւ գալիս են 18 տարեկան, 20 տարեկան, 22 տարեկան, թեկուզ 30 տարեկան, որ չի ճանաչել ինչ բան ընտանիք, հիմա նոր ընտանիք ինքը պիտի կազմի, դուք պիտի խոսես իր հետ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ պիտի պսակադրություն անեի, տղան Դիլիջանից չէր, աղջիկը Դիլիջանից, որ պահանջել է, որ պիտի անպայման հանդիպենք, զրուցենք, տղան ինքն էլ փաստաբան էր, թե ինչի պիտի ես գնամ հանդիպեմ, էլի ամեն տեղ գնում ես, պայմանավորվում ես, վերջը եկավ 2.5 ժամ զրուցելուց հետո ասես Տերը շնորհակալ եմ, որովհետև չգիտե, որ այսքան կարևոր բան կա ընտանիք առողջ պահելու համար։ Տեր հայր ջան, օրինակ շատ ընտանիքներում երբ որ ամուսնացել են ընթացքում, կարող է ամուսինն նա դավաճան է, կարող է կինն է ինչ որ մի քայլի գնացել, չգիտեմ, բայց շատ ընտանիքների ես ծանոթ եմ, որտեղ վստահությունը կորել է, վստահություն չկա։ Ինչպես կարող են մարդիկ նորից այդ վստահությունը ձեռք բերել, օրինակ։ Կարող են արդյոք այդ վստահությունը յետ բերել, թե չեն կարող։ Ինչ կարելի է անել, որպեսզի այդ ընտանիքները, այդ հիվանդ ընտանիքները, ասենք, վերականգնվեն։ Արթուր ջան, նորապսակներին տրվելիք հարցերիցս մեկը կարևոր նաև սա է, թե ինչը չես ների։ Ասում եմ հենց հիմա իմ ներկայությամբ իրար երեսի ասեք, ինչը չես ների։ Ասում եմ դավաճանություն դնենք մի կողմ, մնացած։ Կանանց ամենաշատը, որ կանայք ասում են, երբ որ ինձ հայոյի կամ ծեծի։ Չեմ ների։ Տղամարդուն էլ ասում եմ, ինչը չես ների դավաճանությունից բացի, տղամարդկաց մեծ մասը ասում է սուտ խոսելը։ Ուրեմն տես, որ դավաճանությունից ավելի կարևոր բաներ էլ կան, որ մարդու կյանքի մեջ կարող է սերը կոտրել, հոգին ջարդել, մարդու ապրելու ցանկությունը վերանում։ Ինչու, որովհետև սրանք էլ կարևոր երևույթներ են։ Շատ հաճախ մեզ թվում է, թե ընտանիքը բաժանվում է դավաճանության պատճառով կամ ֆինանսական խնդիրների պատճառով։ Օրինակ, եթե տղամարդը ինքը խոսք է տալիս, որ ես չպիտի խմի, պիտի չգնա թղթա խաղա կամ այսօր խաղատներ գնա, բայց շարունակում է գնալ փողերը վատնել, ինչ պիտի անի կինը։ Ամեն օր գժտություն պիտի լինի։ Եթե տղամարդը իր ընկերների համար մինչև գիշերը 2-ը 3-ը ժամանակ ունի, տուն չի գալիս, ուտում խմում է, բայց տան իր երեխան այդպես կարոտով մնում է, բնականաբար պիտի խոսակցություն լինի։ Այո, այդտեղ է, որ քո խոստումդ խախտում ես։ Այնտեղ չի նշանակում, որ խոստանում ես Աստծո առաջ, որ չես դավաճանի, միայն դա է մեղքը, որ կարող է ընտանիքը քանդվել։ Մանր շատ մանրուք մեղքեր կան, որ բերում են ընտանիքի քայքայմանը։ Օրինակի համար ասենք կարող է ինքը շատ լավ մարդ լինի դրսի համար, բայց իր ընտանիքի համար շատ վատ մարդ լինի։ Տան մեջ անդադար բռնություն լինի, կնոջը հարվածի, վատ խոսքեր ասի երեխաների նկատմամբ, երեխաների ներկայությամբ, ինչ ես կարծում այդ կինը պիտի մնա։
Բայց որպիսի ընտանիքը ամուր պահի, շատ հաճախ մարդիկ ասում են, ես իրան ներել եմ, բայց չեմ կարողանում առաջվա պես լինել։ Այն օրեր առաջ այդպիսի զույգ կար մոտս, որ դավաճանություն էր եղել, եւ կին ասում է ներել եմ, այս մինչև վերջ չեմ կարողանում նախ առաջվա պես լինել եւ չեմ վստահում, ասացի, որ ուրեմն չես ներել, խոսքով ներել ես, բայց ներսումդ միշտ վախ կա, կասկած կա, որ նորից ինքը կդավաճանի եւ այդ պատճառով չես ներել։ Իսկ երբ որ դու ամբողջական ներես, դու ինքդ էլ առաջվանը կդառնաս, առաջվա հոգատարությամբ կփորձես գուրգուրել, պարուրել, որ ինքը ուրիշ տեղ չնայի։ Եթե ոչ, նորից նույն խնդիրը պիտի առաջանա մեր կյանքի մեջ։ Աղջիկների պարագային մի փոքր ուրիշ հարցեր ունեմ, Արթուր ջան, ասում եմ, այ եթե ամուսինդ օրինակ քեզ դավաճանել է ու գալիս է խոստովանում է, ինչ կանես։ Դե երեխեք են, ասում են, դեր չենք մտածել, ասում եմ, չէ, հիմա մի պահ մտածի։ Այնքան եմ ուրախանում, ասում են, ամեն ինչ կանեմ, որ ընտանիքս պահեմ, չքայքայեմ, ասում ճիշտ ես անում, որովհետև իրավունք չունես քո ամուսնուն զիջես ուրիշին։ Դու պիտի նորից ամեն ինչ անես, քո ամուսնուն պահես, որպեսզի քո ընտանիքը, քո զավակները այդ խնդիրները չունենան, գժտությունների մեջ չհայտնվեն եւ իրենք էլ առանց հայր կամ առանց ընտանեկան ջերմության չմեծանան։ Բայց դա էլ առիթ կտա տղամարդուն անընդհատ Չէ, դե ֆրֆռա։ խոսքը նրա մասին չի, որ ինքը անընդհատ կարող է դավայել։ Խոսքը մեկ անգամվա, որ պատահում է, ասենք մարդը, չգիտես, ինչ հանգամանքներում գայթակղվել է կամ ինչ է։ Դա ճիշտ չի, ընդունելի չէ այդ արածը։ Բայց ամենապարզ բանը, տես Արտուր ջան, երբ որ մենք սխալ ենք գործում, այդքան չենք նեղվում, չէ, ինչքան որ մեր հանդեպ են այդ նույն սխալը գործում։ Օրինակ, երբ որ դու մեկին խաբել ես մի բան, այդքան բաց չես զգում, երբ որ ինչ որ մեկը քեզ է խաբում։ Դու շատ մեծ տառապանք, ցավ ես ապրում։ Բայց երբ որ դու ես խաբել, քո համար սովորական է։ Ես գիտես երբ եմ հասկացել, երբ որ մենք Աստծուն ցավ ենք պատճառում, այսինքն մարդիկ երբ որ մեզ ցավ են պատճառում, ինչքան որ մենք նեղվում ենք կամ մեզ դավաճանում են, մեր թիկունքից հարվածում են, մեզանից բամբասում են, ինչքան որ հասնում են ուրերը քեզ, ինչքան չէ մեզ ցավ ես ապրում, ինձ համար դա մի ժամանակ շատ դժվար էր, ավելի երիտասարդ, երբ որ հոգևոր կյանքի մեջ այսքան հասուն չէի, հետո անդրադարձա, բայց այս նույն բանը ես Տիրոջ հանդեպ եմ անում, քանի խոստում եմ խախտել, որ խոստացել եմ չկանեմ ու չեմ արել, քանի անգամ եմ ականջի հետև գցել, քանի անգամ եմ իրեն դավաճանել, այդ հենց այդպես, որտեղ հասկացա, որ ինչ որ մարդիկ մեր հանդեպ անում են արդեն, ես այդքան մեծ տառապանքով չեմ ընդունում, ժպտալով անցնում, որտեղ նույն բանով Աստված այդ մարդկանց օրինակով քեզ հիշեցնում կամ քեզ ցույց է տալիս, որ դու ինձ հետ ես այդպես վարվում տղաս։ Տեր Հայր ջան, օրինակ շատ ընտանիքներում հիմա դա շատ արդեն տարածված, որովհետև փառք Տիրոջ է, որ մեր հայերը դառնում են դեպի Աստծուն, բայց շատ ընտանիքներում հիմա մի քիչ խնդիրներ առաջանում, քանի որ ընտանիքի մի մասը հավատացյալ են դառնում են դեպի Աստված, կինը կամ տղամարդը կապ չունի։ Իսկ մյուսը, ասենք, զույգի մյուսը հավատացյալ չի լինում կամ ուրիշ մի կյանքով ապրող անձնավորություն է լինում։ Ինչպես անեն, որպեսզի այդ ընտանիքները բաժանման չգան, այլ կարողանան կոմպրոմիսի գան, իրար հետ կարողանան ընտանիքը պահպանեն։ Արթուր ջան, հստակ է մեր քրիստոնեական սկզբունքը, եթե օրինակ ամուսինը չի հավատում, բայց քեզ չի ճնշում, քեզ չի ստիպում, որ եկեղեցի չգնաս արգելում է, դու պիտի հետ ապրես։ Չպիտի բաժանվես, եթե քեզ չի խանգարում քաղաքական կյանքի մեջ։ Ցավոք սրտի կան այսօր մեծ վտանգներ որտեղից է գալիս Արթուր ջան։ Մարդիկ եկեղեցի հավատացյալ դառնալը եւ աղանդավոր կամ որևէ կրոնական խմբակի կամ սխալ ուղղությունների մեջ հայտնվող մարդկանց հետ վախ ունեն, որ մեր հարսը կամ մեր ամուսինն էլ կգնա, ինչ որ խելքը կգցի, տարատեսակ բաներ կանի, որովհետեւ հոգեվոր կյանքը, երբ որ դու մտնում ես հոգեվոր կյանքի մեջ, կենցաղի կընտրու փոփոխություն է, չէ՞ տեղ ունենում։ Սկսում ես էլ առաջվա պես նյութական պետքերով չապրել, թանկարժեք զարդերով, թանկարժեք շորով, այսինքն դու հասկանում ես, որ շուշկալ կյանք ապրելը ամենաճիշտ բանն է։ Սա նախ դուր չի գալիս քո տան մնացած անդամներին, հետո հարևաններին, բարեկամներին, ասում են, այդ ջահել աղջիկա ինչ է գտել, գնացել է եկեղեցի, չի քսվում, շրթներ չի անում, մանիկյուր իր մատներին չի քսում, չգիտեմ ինչեր չի անում, իրանց համար դա հասկանալի չէ։ Կամ երբ որ դու ասենք ծխում էիր, էլ չես ծխում,
Ընդհանուր ամբողջ այս խնդիրը գալիս է թե կողքից մեր մասին ինչ են խոսում։ Այ օրինակ մենք շատ լավ մի աղջիկ ունենք, ինքը բանկի գլխավոր հաշվապահն էր, կիրակի օրը պատարագից հետո եկեղեցում իրար հետ մաքրություն ենք անում, եկեղեցին ավլում ենք, մի կին մտավ ասեց, այ բալաջան, այդ բանկում աշխատավարձը քիչ է, որ եկել ես ստեղ էլ հավաքարար ես աշխատում։ Այսինքն, հասկանում ես, մարդկանց համար տարօրինակ է դառնում, որ բանկի աշխատող գլխավոր հաշվապահ կարող է եկեղեցում ավել անել։ Կամ ասենք մի բժիշկ ասենք գա ծնկի իջնի, կամ ոստիկանը, օրինակ ոստիկաններ ունենք, ամեն կիրակի պատարագի են գալիս, ծնկի իջած աղոթք են անում մարդիկ։ Հիմա կողքից մեկը տեսնի, կասի, այս մեր սպան խելքը գցել է, գնացել է եկեղեցում աղոթում է։ Ամբողջ խնդիրը այս հասարակական կարծիքն է դառնում Արթուր ջան։ Մեկ ուրիշն էլ այո, կա որ կինը հավատացյալ է լինում, ամուսինը շատ դեմ է լինում, խնդիրներ կան, նույնիսկ ձեռք են բարձրացնում իրենց կանանց վրա, բայց դու պիտի քո հավատքից չհրաժարվես, բայց այդ հավատքիդ մեջ մնալու նաև ընտանեկան հոգատարությունը չպիտի պակասի։ Այստեղ էլ մի փոքրիկ նրբություններ կա, որ մարդիկ ամբողջությամբ ուզում են եկեղեցու մեջ ապրել, հավատքի կյանքի մեջ ապրել, ընտանիքը անտեսում է, դա չի կարելի անել։ Ընտանիքը պիտի միշտ մնա քո հոգատարության մեջ։ Ինչքան էլ որ դու տիրոջ համար, դու եթե հուսակրոն հոգևորական ես կամ ամուսնացած ես, դու չես կարող չամուսնացածի կյանքով ապրել։ Օրինակ ես չեմ կարող իմ այս բանի հուսակրոնի կյանքով ապրել, ես ընտանիք ունեմ, կին երեխաներ ունեմ, իմ ծառայության հետ մեկտեղ իրենց էլ պիտի ոգ տանեմ։ Դու չես կարող իրենց ասել, գիտեք ինչ կա, ես հոգևորական եմ, ինձի գործ չունեք, ես պետք է ամբողջ օրը գնամ ուրիշի հոգսերով ապրեմ։ Իմ երեխան էլ այդ սիրո հոգատարության կարիք ունի։ Մի օր մի շրջան եղավ, որ գրեթե մեկ շաբաթ տանը գրեթե չէի լինում։ Մի օր երեսկինն ասեց, տեր կարող եմ մենք էլ ժամադրություն վերցնենք, որ մեզ էլ ընդունես, թե չես մի շաբաթը տանը չես։ Ինքն իրենք էլ այդ ջերմության կարիք ունեն, Արթուր ջան։ Դրա համար քո հոգևորը, քո հավատքը եւ ընտանիքդ մեկը մյուսին չպիտի խանգարի եւ մի ավելի վտանգավոր բան կա, դեպք ունեցա մի օր, որ տղամարդը միշտ եկեղեցում է, ամբողջ պատարակներին ժամերգությունն ներկա է, բայց տանը մեջ գժտություններ կան։ Եվ եկան, երբ որ հետս հանդիպման, պարզվեց, որ այս մարդը ինչքան որ եկեղեցում հոգատար ուրիշների հանդեպ, իր տանը արհամարում է, նույնիսկ կնոջը հայոյում է։ Երբ որ արդեն խնդիրը լրջացել էր, տղամարդ ինչու էր եկել կնոջ հետ եկեղեցի, որ Տեր հայր, խնդրում եմ կնոջս համոզի չբաժանվի մնա, ես խոստանում եմ կփոխվեմ։ Այսինքն սա էլ կա, որ դու գնում ես եկեղեցի, բայց տան անդամը չի տեսնում քո փոփոխությունը։ Դու դրսի մարդկանց համար սուրբ ես դառնում, բայց տան մարդկանց համար հրեշավոր ես լինում։ Իսկ դա ինչի՞ց է լինում։ Որ իրականում Քրիստոսին չի ճանաչում մարդը։ Ինքը արտաքին կողմն է պահում հավատքի, կիրակի է գնացին եկեղեցի։ Օրինակ շատ հաճախ մարդիկ կիրակի ինչ են գալիս եկեղեցի կամ գնում եկեղեցի, իրար տեսնելու համար։ Դե մի շաբաթ իրար չեն տեսել, առիթ է իրար տեսնեն կամ առօրյա կյանքի մեջ փոփոխություն է, ոչ թե գնում են Տիրոջը պաշտելու, փառաբանելու համար։ Կամ գնում են նորություններն իմանան, քաղաքում ինչ նորություններ կա, բայմացար ես ինչի հարցը սրա հետ կռվեց, բայմացար սրա տղեն սենց արել, բայմացար սրան բռնեցին, բայմացար ես ինչը ավտո գնեց։ Եթե սրա համար ես գնում, բնականաբար քո տան անդամն էլ չի կարող հավատալ քո ճշմարիտ հավատացյալ լինելուն, որպեսզի ինքն էլ հավատա, այսինքն դու նաև օրինակ պիտի դառնաս։ Մի օր մի անհավատ մեծահարուստ իր տանը աշխատող է ընդունում, քրիստոնյա, եւ ասում է, գիտես, ասում է, հանկարծ չփորձես իմ տան մեջ քո Քրիստոսի մասին խոսել, արգելված է Քրիստոսի մասին այս տանը խոսել։ 3 տարի հետո այդ մարդը մոտենում է իր աշխատակցից, որ խնդրեմ քո Քրիստոսի մասին ինձ կպատմես։ Այսինքն իր կենցաղ, իր կյանքը այնքան համահունչ էր Սուրբ գրքին, իր հավատքին, որ անհավատ մարդ ուզեց վերջապես այս մարդը, որ Քրիստոսով ապրում էր, ինքն էլ Քրիստոսին ճանաչել։ Տեր հայր, իսկ կարա լինի այնպես, որ ասենք մարդ ամուսինները հավատացյալ են, գնում են եկեղեցի, իրոք հավատքի մեջ են, բայց գալիս են տուն ու իրանց տան մեջ հաշտություն չկա։ Այսինքն այն ինչ դուրսը իրանք ապրում են, տնից դուրս իրանց մոտ լինում է ամեն ինչ պերֆեկտ, լավ, նորմալ վիճակում, իրանք իրոք, բայց գալիս են տուն ու անհաշտ է, իրանց մոտ ամեն օր լեզվակռիվ է լինում, միշտ ասենք իրար անհասկանալ է լինում, դա ինչից կարա լինի օրինակ։ Արթուր ջան, որովհետև կարող է մեկը մյուսի խաթր համար գնա։ Իր ամուսինը գնում է, ինքն էլ գնա, կամ կինը գնում է, ինքն էլ գնա, բայց ինք իրականում դրա մեջ չլինի։
նորից եմ ասում, դրսում շատ հեշտ է լինել այնպեսին, որովհետև դու միշտ փորձում ես մարդկանց հայացքից չխուսափել, այսինքն մարդիկ քեզ ինչպես են ուզում տեսնել, դու այդպես ապրում ես, բայց քո տան մեջ ազատ ես, ինչ ուզես կարող ես անել։ Հիմա ֆեյքեր կան, չէ՞, այսինքն կեղծ օկտատերեր կան, որ կեղծ մեկնաբանություններ են գրում։ Հիմա կապ չունի, ասենք այդ անունը ում անունով է, բայց վերջը վերջով քո մատներն են այդ տողերը գրում։ Իրականում գրողը դու ես, ոչ թե կեղծ անունով այդ մարդն է գրում, դու ես գրողը։ Հիմա նույն ձևով էլ հոգևոր կյանքի մեջ, այսինքն նախ դու տան մեջ պիտի քրիստոնյա լինես, քո տան մեջ, հետո նոր տանից դուրս։ Արթուր ջան, հիմա տես պատմել ենք, չէ՞, սրա մասին խոսենք, որ քահանան բաժանվում է իր կնոջից կամ կինը քահանայից, քահանային կարգալույծ են անում։ Ինչու՞։ Որովհետև ինքը նախ եւ առաջ իր տան մեջ պիտի քահանա լիներ, որ ինքը ուրիշների համար օրինակ ծառայեր եւ ուրիշները իր օրինակով փորձեին այդ նույն ընտանիքը ունենալ։ Եթե տեսնում են, որ դուք միայն եկեղեցում եք իրար հետ ջերմ խոսում են, եկեղեցում եք իրար ժուտում, բայց տան իրար վրա գոռգոռում եք, հիմարություններ եք խոսում, լեզվակռիվ եք անում, նշանակում է դուք ուրիշների համար եք քրիստոնյա, ոչ թե Տիրոջ համար եք քրիստոնյա։ Մարդու բնական վիճակ է, Արթուր ջան, որ ինքը ուզում է չհանձնվել։ Տես տանը երեխաները, չէ, իրար հետ ինչի համար են կռվում։ Երկուսն էլ նույն գրիչն առել ես, բայց իրանք գրիչի համար կռվում են։ Մեկը մյուսին չի ուզում զիջի։ Ասում են գրիչը, ասում է քունը պրծել է, ինչ ես իմը վերցնում գրես։ Այսինքն սեր ուր մնաց էդը։ Կամ եթե ամուսինը ասենք փողը դեռ իր գրպանում փողա կնոջը վերջացել է, ինչի պետք է ասի, ես ինչի պետք է քեզ գումարամ, քո բաժին ուներ հերիքա դու ծախսես, ինչ ես չի կարող այդպես լինել արդեն։ Ցավոք սրտի նենց է կյանքը դառը, որ սոցիալական պայմանների վիճակում ամուսինները ամբողջ օրը վիճում են, ինձ թվում է դա շատ մեծ խնդիր է։ Արտուր ջան, եթե դու սոցիալական պայմանները բոլոր ժամանակներում նույնն են եղել, այսօր ինձ չի որ այսօր շատ խնդիրներ կան 20 տարի, 30 տարի, 100, 200 տարի այդ խնդիրները չկան։ Մարդիկ ավելի վատ սոցիալական պայմաններում են ապրել։ Այսօր փառք ասա, ամեն մեկ իր տան իր ննջարանն ունի, առաջ ամբողջ ընտանիքը մի ննջարանի մեջ էր քնում։ Բայց գժտություն չկար, որովհետև իմ ու քո չկար։ Պարզ օրինակը եկեղեցու վրա բերեմ Արթուր ջան, եկեղեցին ինչքան փոքր է լինում, տարածքի մեջ, այսինքն տարողականությունը, մարդիկ իրար քիփ են, չեն նստում, ասենց իրար սեղմված, ինքը ընտանիք է դառնում։ Մի քիչ եկեղեցի տարածքը մեծանում է, մարդիկ իրարից օտարանում են։ Այսինքն այստեղ խնդիրը սոցիալական չի, բասակադրության ժամանակ, երբ որ հարցնում են, խոստանում ես հարստության, աղքատության, հիվանդության, այսինչ բաների մեջ անդավաճան սիրով կապված մնալ այս մարդուն։ Օրինակ դեպքեր եմ տեսել, որ ասենք կինը ծննդաբերից հետո հիվանդացել է, ամուսինը բաժանվել է, որովհետև ասենք կինը լիարժեք չէր կարող իր հետ հավասար քայլել գնալ, որտեղ խնդիր ուներ ասենք։ Բայց ամուսինը հրաժարվեց կնոջ, բայց չէ որ ինքը քեզ համար էր երեխա ծնել։ Ձեր սիրուն ծնված երեխային էր ծնում։ Ինչու հրաժարվեցիր կնոջից հետ։ Կամ կինը հիվանդ անկողնային քաղցկեղով հիվանդ բարկած է, ամուսին արդեն սիրուհի ունի գտած իր սեռական պետքերը հագեցնելու համար։ Բա ուր մնաց քո սերն ու հոգատարությունը։ Այսինքն պարզ խոսքեր են, որ ասեցիր այնտեղ։ Հետո դու քահանա ինչ խոստացար է, դու Տիրոջն ես խոստանում։ Ոնց կարող է ասենք փողի պատճառով կռվեն։ Չկա հիմա ինչ անեն։ Այս պայն չկա, վաղը կլինի։ Բայց չէ որ դու իմացել ես ում հետ ես ամուսնանում։ Այսինքն ինքը միլիոններ չունի, իր կարողությունը այսքանը։ Դու ինչ ես պարտադրում, կամ եթե դու ուզում ես ինչ որ բան, ինչ ես ուզում, դա էլ պետք է հասկանաս։ Օրինակ, այդ հեռախոսը, որ ուզում ես, ինչի համար ես ուզում, դա քեզ շատ անհրաժեշտ է աշխատանքի համար, թե հարևանները այդ iPhone 17 ունեն, դու չունես, դրա համար վեճ ես զգում, ինչու ես չպիտի ունենամ։ Բայց չէ որ այդ iPhone 17 ունեցողները կարող է ինքը աշկ չունի, խնդիր ունի աչքի հետ, ինքը քո աշկը չի ուզում քեզանից, քո աշկի համար չի մրցում քեզ հետ։ Խնդիրը նաև կայանում է նրանում, որ հիմա արդեն տենդենսը տենց է դարձել, որ նամանավանդ երիտասարդ աղջիկների մոտ էլա տենց ասում են, եթե չէիր կարող ընտանիք բայր, խի ամուսնացար։ Արթուր ջան, դա ասենք կարում էր պահեր, միլիոնատեր էր, մի օր մի խնդիր ունեցավ, հիվանդացավ, էլ չի կարող աշխատել, միլիոնները չունի։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Դու այդ մարդու ամուսնացել ես միլիոնների համար։
Դե հենց այդտեղ է խնդիրը, դու ինչու ես այդ մարդու հետ ամուսնացել։ Ես երբ որ ամուսնացել եմ, ոչ մի բան չենք ունեցել երկուսս էլ, ամեն մեկը ստանում ենք 45,000 դրամ աշխատավարձ։ Բայց երբեք մեր մեջ նման խնդիր չի եղել, որովհետև իմ ու քո չի եղել այդ ամբողջի մեջ։ Բնականաբար չէ, քո կողքինը հասկանում է, որ քո իր զավակը կամ իր կինը սրա կարիքն ունի։ Եթե դու մրցում ես դիմացինի հետ, հա ամբողջորեն այդ խնդիրը կունենաս, դու ում հետ ես ուզում համեմատվել։ Օրինակ ես աղջիկների նորապսակներին միշտ ասում եմ, հանկարծ ամուսնուց չասես, այ այս ինչի կինը այս շոր ունի, ես չունեմ։ Եթե այդ հարցը մտցրեցիր մեջտեղ քո կյանքում, արդեն գժտությունը պատրաստ է։ Կամ ամուսին ասեմ, հանկարծ չասես, այս ինչի տանը կնիկը այսքան մաքուր էր ամեն ինչ անում, դու սենց չես կարողանում անել, չթերագնահատես քո կնոջը։ Այսինքն սա ֆինանսական խնդիր չկա, Արտուր, սիրո պակասի խնդիր կա։ Այսինքն նշանակում այդ մարդը ամուսնացել է այս մարդու հետ զուտ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Ինչպես օրինակ կարող է հավատքը օգնել վերականգնելու, երբ ասենք սիրած զույգերը իրարից սառել են, իրար հետ չեն խոսում ու ցավոք սրտի կարող է պատահել ինձ, որ ասենք այդ սիրած զույգի մի մասը հավատքի մեջ չի, ինչպես կարող են անել այնպես, որ վերականգնեն այդ ամենը ու հավատքը օգնի այդ ամենին, ինչպես կարելի անել դա, Տեր Հայր ջան։ Արտուր ջան, հավատքը Պողոս Արաքյալը ինչ է ասում է Կորինթացիների նամակի մեջ։ Ինչու է մահվան վճիռը կախված մեզ վրա, որպեսզի մենք մարդիկը սովորենք ինքներս մեզ չապավինել, այլ Աստծուն։ Այսինքն, երբ որ դու հասնում ես հավատում եմ, բայց այդ հավատքի մեջ նեղություն չես կրել, դժվարություն չես ունեցել, սրտիդ մեջ ցավ չես զգացել, այդ հավատքի համար հատկապես, նշանակում է դու հավատում ես Աստծո գաղափարին, չես հավատում հենց իրեն կամ իրեն չես վստահում։ Երբ որ դու Տիրոջը վստահում ես, այդ վստահության մեջ կարողանում ես ելքերը գտնել։ Տղամարդու կնոջ այդ ամբողջ սառեցման խնդիր չկա, այսինքն հաշվար կա, հաշվար կա։ Ցավ մեր գրողներից մեկը այս տողեր ինձ շատ բան է մտածելու տալիս ամեն անգամ որ ասում եմ բոլոր չար մարդիկ հաշվարկով ամուսնությունից են ծնված։ Բոլոր չար մարդիկ հաշվարկով ամուսնության հետևանք են։ Այսինքն, երբ որ դու մեկին սիրում ես ոչ թե որ ինքը շատ բարի է, ազնիվ է, խոնարհ է, այլ որ ինքը շատ գեղեցիկ է կամ ինքը հարուստի աղջիկ է կամ հարուստի տղա է, այն սկզբի մեր զրույցի սկիզբն ենք վերադառնում, երկար չես կարող սիրել կհոգնես։ Երբ որ դու խռով պահեցիր 1 օր, հետո խռով կպահես 5 օր, հետո 10 օր, հետո մի տարի, հետո 2 տարի, ու մեկ էլ կտեսնես մի տան մեջ ապրում են ամուսիններ, տարիներով իրար հետ չեն խոսում, իրար ատում են, այդ ատելության պատճառով երեխաներին հեռացրել են իրենցից, եւ իրենք ամեն մեկ իրենց եսի համար ապրում են, թքած ունենալով թե իրենց զավակներն ինչպես են տարապում։ Այստեղ ամբողջ հարցը, որ մարդը ծնկի չի իջնում Տիրոջ կամքը հարցնելու, այդ հավատքով բուժվելու։ Նույն էլ հիվանդությունը, տարատեսակ հիվանդություններ, Արթուր ջան, հավատքով է մարդը բուժում, աղոթքով, դեղորայքը լավ բան է, միջոցներ են մեզ համար, բայց բուժողը Աստված ինքն է։ Դու նորից պիտի վերադառնաս Տիրոջ մոտ։ Այ երբ որ փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտեցան, ինչ հարցրեցին։ Օրինավոր է արդյոք որևէ մեկ իր կնոջը արձակի առանց պատճառի։ Հիսուս ասում է սուրբ գիրք չեք կարդալ, ինքը մարդուն տանում է սուրբ գիրք, ասում է գնացեք դեպի արարչություն, Աստված մարդուն արևեք ստեղծեց։ Եվ ասում է, բա Մովսեսը մեզ թուղթ է տվել, ասում է ձեր խստասրտության պատճառով է տվել Մովսեսը, այսինքն ձեր սխալների պատճառով, որպեսզի դուք ձեր կողակցին, ձեր կնոջը չանարգեք, չնվաստացնեք, այլ դրա համար է տվել, որ այդ կինը հետո կարողան իր կյանքի երջանկությունը գտնի։ Բայց ինչու է սա ասում Հիսուս, ասում է վերադարձեք արարչություն, սա քո բաժինն է, հոգ տարես բաժին, տված է քեզ տիրություն անելու պահպանությունը, տիրություն արա եւ պահպանիր այդ ամեն ինչը, ոտնատակ մի տուր։ Շարունակությունը դիտեք հաջորդ շաբաթ։